Հետագա ամիսների ընթացքում մենք եւս մեկ անգամ այդ առաջարկությամբ ավելի մանրամասն հանդես կգանք, ազգային ժողովին կներկայացնենք, դա անխուսափելի է, քանի որ գյուղատնտեսությունը անկում է ապրում մեր երկրում, այս տարի մենք ունենք 10-ից ավել տոկոս անկում, ու չկա մեխանիզմ, որով կարող ենք ավելի նեղ մասնագիտական թիմ ձևավորել, նեղ մասնագիտական պետական կառույց ձևավորել, որը կարողանա վերականգնել մեր գյուղատնտեսական պոտենցիալը, այդ իսկ պատճառով մենք այդ առաջարկությունը անպայման անելու ենք եւ հետեւական ենք լինելու, որպեսզի Հայաստանում վերջապես վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը։ Շնորհակալություն, արձագանքել կարող եմ։ Տեսեք, նախ գյուղատնտեսության նախարարության փակումը, այսպես ասեմ, հիմնավորվում էր նաև նրանով, որ գյուղատնտեսությունը որպես առանձին ճյուղ պետք չէ դիտարկել այն գաղափարախոսություն ձեռներով, որ դա կազմում է մեր օրինակ ներդրումային քաղաքականության մի մասը։ Եվ շատ կարևոր էր զուգակցումը տարաբնույթ ոլորտների հետ գյուղատնտեսության զարգացման եւ այդ նպատակով առաջնորդվելով է, որ հենց էկոնոմիկայի նախարարության կազմում է զետեղվել գյուղատնտեսության ուղղությունը։ Իհարկե առաջարկներ ներկայացնելու հետ կապված ազատեք կարող ենք հետագայում նաեւ մենք էլ միասին քննարկել, բայց ավելի կառուցողական կարծում եմ կլինի ճանապարհային քարտեզի կազմումը, որի շուրջ մենք աշխատանքներ իրականացնում ենք եւ շուտով ձեր դատին ենք ներկայացնելու նաեւ կառավարության միջոցառումների ծրագիրը, որը հենց հանդիսանալու է այն ճանապարհային քարտեզը, որը մենք պետք է կատարենք առաջիկա 5 տարիների ընթացքում։ Արձագանք ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։ Շատ լավ, կհետևենք ձեր առաջարկած ծրագրերին, սակայն համապարփակ լուծումների համար միանշանակ անխուսափելի է, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես իմ կողմից ավելացնեմ, որ պարոն Կարապետյան, քաղաքականապես իհարկե առաջարկ կարող եք ներկայացնել, բայց եթե խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, չեք կարող, որովհետև կառավարության կառուցվածքի վերաբերյալ միայն կառավարությունը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն իրենց բացառիկ իրավունքն է, բայց քաղաքականապես իհարկե կարող եք հնչեցնել այդ